Ուրեմն բակտերիոնոմիկա կուրսի չետայնյաշիկ շանդրիծա, մենք տեսել ուսումնասիրում ենք ընկերված, որը կողնակրված կանելիությունից մակարակում է հոգևոր կյանքի փուլերը, նրա օրինաչափությունները, որը որից հետո կենցանյակը ինքը պետք է վերցնի, որպեսզի վերջնականում իրականացնի ամենակարևոր բանը, հայտնաբերի, ռեալ հայտնաբերի իր հոգին։ Այսինքն կա ինչ-որ մի հատ ճանապարհ։ Եվ արիացիները իրանք ինչ են ասում։ Իրենք ասում են նյութական աշխարհում կենցանիակը ինքը ունի կեղծիես, որի հետ ինքը իրան լրիվ գնացվել է, կոչվում է նյութական մարմինը։ Եվ դրա հետևանքով կենցանիակը ինքը լրիվ ընդհանրապես կորցրել է։ Իրականում մենք կորցրել ենք։ Ինչը կորցրել է, ինքը իրան։ Հա? Եվ հոգևոր կյանքը դա այն կյանքն է, որի շնորհիվ կենցանիակը ինքը պետք է կարողանա իրան գտնի։ Ոչ թե սա ինչ-որ մի կյանք է, որը տրված է որպես քննություն, որ դու պետք է ինչ-որ բարոյականության օրենքներ պահպանես, որ գնաս դրա։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ դու ի սկզբանե ունես մի հատ ինչ-որ հավերժ մարմին, ունես ինչ-որ մի հատ հավերժ բնություն, հա, որը հիմա մոռացել ես։ Եվ խոսքը գնում է, որ դու պիտի կարողանաս այդ ինչ-որ կորցրել ես, պիտի կարողանաս վերականգնես։ Ես միշտ ասում եմ, ասել եմ ու ասելու եմ, որ արիացիների գաղափարախոսության մեջ ամենաառաջին բաներից մեկը, որ ինձ շատ է դուր եկել, դա է եղել, որ ինքը իրականացումը այստեղ չի դրվում կախվածության մեջ մահվան գծի հետ։ Որ պահին, որտեղ ուզում լինես, ինչ ուզում լինես, որ պահին դու քո գիտակցությունը մաքրեցիր էգոիզմից, այդ պահին դու հայտնաբերում ես քեզ որպես հոգի, վերջ։ Այդ բնացածը արդեն ոնց որ ասում են, քո պատիվն է, երբ կանես, այդ ժամանակ էլ կանես, չէ՞։ Հիմա, ուրեմն, խնդիրը ինքը պարզ է, բայց կա, ուրեմն, խնդիր, չէ, որ ասենք անձնավորությունը ինքը կախված նրանից թե նյութական աշխարհում այդ պահին, երբ որ ինքը որոշեց հոգևոր կյանքի մեջ մտնի, ինքը որ գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանի էակա, չէ, կախված դրանից, ասենք միանգամից կարողանում ենք հասկանալ, թե ինքը ինչ ճանապարհ ունի անցնելու, ինչքան է երկար այդ ճանապարհը կամ ինչքան է կարճ։ Եթե անձնավորությունը ինքը տես, մենք կներեք ետ, այստեղ ես որ ամեն անգամ ներողություն չխնդրեմ, մի անգամ ասեմ ու միշտ տենց անեմ, հա, արիացիները իրանք օգտագործում են ընկած հոգի բառակապակցությունը։ Այդ ընկած հոգին ինքը այն անձնավորությունն է, որը արդեն գտնվում է կամ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, կամ կրքերի։ Այսինքն իր մեջ չկա ոչ մի առաքինություն։ Որովհետև երբ որ կենցանիակի մեջ սկսում այստեղ շատ կարևոր է, ոչ թե զարգանալ, այլ զարթնել իր առաքինությունը, հա, ինքը այդտեղից դադարում է լինել ընկած հոգի։ Այդ անձնավորությունների մասին էլ արիացիները իրանք մի հատ ուրիշ բառակապակցություն են օգտագործում։ Իրանք ասում են բան, դվաժդրաժջնի, կրկնակի ծնված, հա։ Այսինքն իրանք համարում են, որ հենց որ կենդանիակը ինքը սկսում է զարթացնել իր առաքինի բանը, առաքինի բնությունը, ինքը նոր ծնվեց, այսինքն ինքը նոր զարթնեց, ինքը որպես հոգի։ Ինքը կամաց սկսում է զարգացնել իր հոգու բաները, չէ՞։ Հիմա, տեսեք, իսկ ինչ անշանակում կենդանիակը ինքը գտնվում է տգիտության ու կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Դա միանգամից նշանակում է, ինքը գտնվում է անարդար ատելությունների և անարդար կապվածությունների դաշտում։ Մենք պետք է հասկանանք, որ առաքինության գոյավիճակը մանավանդ այն սկզբնական շրջանում, չէ, ինքը ատելությունից ու կապվածություններից ազատ չի։ Հասկանում եք, որտեղ մենք միշտ մտածում ենք, որ եթե մարդը ինքը չհայնանում է, ուրեմն ինքը առաքինի չի, բայց էսի տենց չի, որտև ամենասկզբում, չէ, կենդանիակը ինքը ոչ ջղայնություն, ինքը մտարապես հեսակ ասել,
ինքը ոչ ջղայնությունից է ազատվում, ոչ էլ կապվածություններից։ Առաջի խնդիրը դա ջղայնությունն ու կապվածությունները բերել արդարության դաշտ։ Հա? Այս նշանակում է, որ շո, կենթանեակի մեջ ինքը սկսել է զարթնել իր հոգու առաքինությունը, որտեղ հոգու համար արդարությունը, ճշմարտությունը եւ բարիությունը իրանք հատուկ նշանակություն ունեն։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այս մի սխալ պատկերացումից մենք պետք է ազատվենք, որ առաքինի մարդը չի նշանակում, ես հիմա կգաս իմ աշակերտների համար առանձին դասախոսություններ եմ ասում, հոգիմաններ եմ գցում, երբ որ ես իրանց բացատրում եմ, թե ոնց է լինում, որ իրականում տգիտության գոյավիճակի ազդեցության տակ մարդը ինքը առաքինի մարդու տպավորություն է զգում։ Հասկանում եք, որովհետև մեր պատկերացումները նենց է, չէ՞, որ առաքինի մարդը ինքը պետք է անի նենց սուշիկ-պուշիկ, համբերատար, խելոք, համեստ, չէ՞։ Իսկ այդ ջուրից հիմա թվարկեցի, էդի, որ ռուսերեն ասեմ, это характеристики затюканного человека։ Հա, դա ոչ թե բարեպաշտ մարդու որակներն են, այլ խեղդված մարդու որակներն են։ Հասկանում եք, փոքր ժամանակ իրան այնքան են ասել, դե սուս մնաց ձենդ կտրի, ես միջիկը սովորել եմ լուր։ Հա, ու այդ կոմպլեքսը երբ որ ինքը դու մեծանում դառնում է չխոսքան, մենք տեսնում ենք ինչ հաղորդեցնա։ Իսկ այն մասնավորությունը, որ ինքը առողջ է, ու կարող է եւ թուրտա իրան ջղայնանա եւ սիրի եւ բան, բայց մենք ասենք, ինքը կրքերի մեջ է, ինչ առաքինություն։ Հա, բայց առաքինության մեջ մարդը ոչ ջղայնությունից է ազատվում, ոչ էլ բանից կապվածություններից, որտեղ նյութական աշխարհը, քանի դեռ մենք նյութական աշխարհում ենք, նյութական աշխարհը ինքը երկակի է։ Հասկանում եք, իսկ այդ երկակիությունը ինքը ինչ է նշանակում։ Եթե իշապ քանի մենք նյութական աշխարհում ենք, կան վատ կենդանիակներ, որոնք իրանք արժանի են ջղայնության։ Հասկանում եք, այդ գաղափարը, որ կարելի է սիրել մանյակին, Էդի սխալ գաղափար է, Հիսուսը ինքը ավելի ճիշտ է ասել, ինքը չի ասել մի ատի, չէ, ինքը ասել է մի ատի հոգում, ատի իրա մեջին կեղտը, այսինքն ատելության մեջ եղի արդար, էտա չի ասել ինքը փաստացի, ոչ միտեղ չի ասել, որ մի ատի, դե սխալվում է, ինքը տենց է չի ասել է ատի կենթանյանքի մեջի մեղքը, Էդ ինքը որտեղ ասեց սիրի էդի, դες բան չի ասել, էդի ոտո մարդիկ սավկել են եսի ինչ, չէ, մարդիկ չէ, հենց նրանք ովքեր որ արժանի են ատելության, հա, սավկել են նեց, որ բոլորիս տիշտիվի, ասել ասել է ասված, հասկացակ, և այդպես, ինչ է, այդպես միակ բանը, որին այդ միջոցով հասնում ենք, դա ինա, որ մեղքը ծաղկում է, բայց դաժե աստված, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, հա, ինքը շատ հաճախ գալիս է, որ հոգևոր մարդկանց բանանի, պատժկանի, օժանդակի, չէ, ուտեղ ինքը շատ բարի է, բայց մեկ գալիս է կատաղած, ինչ-որ մեկին բռնում ու փրթում է, հա, այդ ինքը ինչի է տենց ելնում, եթե ինքը սեր է, որտեղ նյութական աշխարհում կան կենդանիակներ, որ դրան են արժան։ Հասկանում եք, նյութական մարմինը շատ հաճախ ինքը մարդու ներքին որակներից չի տարբերվում։ Դրա համար Աստված ինքը չի ասում, ալավար, սպասի քեզ դաստիարակեմ։ Ինչ-որ մեկերին ինքը ասում, արի դաստիարակեմ, իսկ ինչ-որ մեկերին просто գալի բռնում ճամում աղ։ Այդ ինչ նշանակում, այդ ինչ նշանակում, որ նյութական աշխարհում կան կենդանիակներ, որոնք իրանք հիմա սենց այդ պահին անհույս են։ Ինչի է գերակույն աստվածություն ինքը տենց վարում։ Մենք կարող ասենք կարող համբերի, բայց մինչև ինքը համբերի, մինչև այդ կենդանիակը որոշում ընդունի, որ ինքը պիտի ուղղվի, ինքը կարող է կախված իր դիրքից, չէ, ինքը կարող է հազարավոր կենդանիակների պրոստը տակ դժբախտացնի, տառապացնի, եսի ինչ անի, չէ։ Այսինքն այն գինը, որը պիտի վճարվի
որպեսզի այդ ազնվորությունը ինքը իր արած ազնվորությունը ուղղի, ինքը չի արդարացնում։ Հասկանում եք, ու այդ ժամանակ գերագույն ազնվորությունը ինքը գալիս է, չէ՞ որ ասեք այդ պահին, երբ որ իրան բրդում են, այդ որ բրդում են, ինքը հասկանում է, չէ՞ զաշտո։ Ու ինքը այդտեղ կարող է շատ ինտենսիվ որոշում ընդունի, որ մյուս կյանքում չի անելու։ Հասկանում եք։ Որտեղ միշտ մենք պետք է ասենք մեր տեսության մեջ մենք ամեն ինչը պետք է նայենք այդ վերածննդի գաղափարով, էլի, որտեղ եթե մենք մենակ մի կյանքի մեջ նայենք, ինքը համ սկզբում է անարդար, համ ընթացքում, համ վերջում։ Հասկանում եք։ Ու հիմա տեսեք ուրեմն, երբ որ ազնվորությունը ինքը գալիս է ակտիվոր կյանք, կախված նրանից, թե իր վրա գիտությունն աշտում, կրքերը, թե ինքը կարող է մեր դաշրջանում այդ հազվադեպ լինում, բայց կարող է ասենք իժոր առաքինության այսպես էլի սիմպտոմներ ունենա, չէ՞։ Դրանից միանգամից կարողանում ենք հասկանանք, այս հատկապես հիմա, այս մարդը ինքը իր անցյալ կյանքերում, ինքը հոգևոր կյանք, իրական հոգևոր կյանքի անձնավորության, էլի, իրական հոգևոր կյանքի պաշար ունի, թե չէ։ Ինչու՞ է դա արտահայտվում։ Երբ որ հոգին ինքը բարեպաշտության պաշար ունի անցյալ կյանքերում, երբ որ ինքը հանդիպում է հոգևոր տեսությանը, եւ հոգևոր տեսությունը իրան առաջարկում է բարոյականության օրենքներ, ինքը ուրախանում է։ Այո, որ ինքը ներսից ուրախանում է, դա նշանակում է, որ ինքը դա գիտի, ու դա իրան հոգի ազատ է։ Իսկ դա նշանակում է, որ ինքը անցյալ կյանքերում բարեպաշտ է եղել, ու ոնց որ ինքը իրան ճանաչեց։ Հասկանում եք, չէ՞։ Եթե ազնվորության համար դա ինչ-որ մի հատ պրոբլեմ է, չէ՞։ Օրինակ ասենք, տեսեք, մարդ կա, որ ինքը գալիս է բակտի յոգա, մասնակերություն, ինքը շատ լավ օրինակ է, էլի։ Գալիս է բակտի յոգա, մասնակերության օրինակի վրա, շատ հեշտ հանգիստ վերցնում է։ Ոնց որ вообще խնդիր չի, չէ՞։ Մարդ կա, ինքը ասեց, ու ինքը մենակ դրա համար կարող է այն մնացած ամբողջ լույսը, որ կա հոգևոր կյանքում, կարող ասի չեմ ուզում։ Մենակ տողուք ինձ հանգիստ, ես իմ մտակերությամբ զբաղվում։ Չէ՞։ Օրինակ այդ իմաստով իմ եղբայրն է շատ ցանկում օրինակ։ Երբ որ ես վակցին ընդունեցի, ինքը այնպես հետաքրքիր էր, ինքը ժամանակ դեռ ուսանող էր։ Ու չեմ հիշում, ինչ էր եղել։ Իրանց տարել էին Լեննականի Բոյնյան։ Սպանդանոսկային տարել։ Իսկ միշտ ասել եմ, որ ես շատ մսակեր եմ եղել, չէ՞, ասում մեր ընտանիքում, ուսում մսակերությունը ինքը նորմալ է։ Եվ ինքը, եւ ես մենք շատ մսակեր ենք։ Ու ես ընդհանուր մի հատ տենց էպիզոդ եմ տեսել, ու միս էլ ցանկել եմ բնակցից առաջ։ Հիմա ուրեմն աստված հիմա էլ իրան է այդ նույն բանալներ անել էլի։ Ուրեմն տարավ Սպանդանոց։ Երբ որ ինքը Սպանդանոցից վերադարձավ, ինքը մոտավորապես 3 ամիս, ոչ թե մենակ միշտ չէր կարողանում ուտել, ինքը չէր կարողանում մասին դաժե նայել։ Ասում էր, լավ, ինչ ես տեսել, դեռ ասում լավ խնդրում եմ, ինձ մի հարցում։ Ոստա չեմ կարող, դեմ ու վсё։ Հասկացեք։ Բայց տեսեք, իր մոտ այդ պատերազմը ներքին, որ այն դաժանությունները, որ ինքը այնտեղ տեսել էր, չէր կարողանում այլևս մսին։ Դա դրանց ընդհանրապես երեք ամիս հետո։ Երեք ամիս հետո ինքը մոռացավ այդ ցավերի սրությունը, հա, ու հանգիստ նորից վերադարձավ մսակերության։ Ու ինձ էլ ասեց, այն ամեն ինչ ինչ որ դու ասում ես, ես հասկանում եմ, դա բացարձակ ճիշտ է, ես քո հետ համաձայն եմ։ Ասենց զարմանում եմ քո կամքի ուժի վրա, բայց ես ուզում եմ այս կյանքը վայելեմ։ Ո՞ւշա։ Ինչն է համարվում վայելք։ Ուզում եմ իրավունք ունենամ դիակ ուտեմ, ուզում եմ իրավունք ունենամ ծխեմ, խմեմ, աղջիկ խաղացնեմ, ինքը մանեկող արենի։ Ես ինչ անեմ։
Հասկացա՞ք, չէ՞։ Հիմա չգիտեմ, հիմա երևի արդեն չէ։ Բայց ժամանակ ինքը սիրունատես էր, էլի շատ։ Ասենք ես որ իրանք ստամբում էին, ինքը նույնիսկ մի անգամ կներեք շեղվում եմ, մի անգամ տես փորձ արեց, ինքը ինձ պրոստը բեսեց, ասեց արի գնացի տեղ ենք գնում, որտեղ հաճարայնանում էին, հա։ Ասես տեղ ենք գնում, ասում են, ասես յա կտեսնես, ինձ տարավ կաֆե, սովետական միության ժամանակ։ Գնացինք հիմա նստած ենք, ոչ մեծ девочки, они начали к нему липнуть. Իրեն ճանցին, զով, ես աղջիկ եմ, չէ, կողքը նստած եմ, ինչ եմ իմանում, ես քույրն եմ, չէ։ Մեկը այլից դամիրել մարիչ, սենց որ որ սա սկսվեց, դա հիմա դու ասա, ինչ անեմ։ Ինչ լավ, բալիկը մի քիչ կոպիտ ասեց, իրա խոսքով ասեմ, ասեց ինձ լավ խիալի տեղ դնեմ, զգանում չի լուտ, ոնց կարելի ասա հրաժարվել։ Ես ասում դելա, գոնե ամուսնացածների հետ մի հանդիպել, գոնե այդ մի բանը հանի է, ժուրնալի մեջից, հասկացեցեմ, կարողացեք տարանալում եք, հասկացեք, ասեք, բայց ուզում եմ ասեմ, որ չեմ, ես ուզում եմ բայնեմ, եթե նույնիսկ հասկացա, որ դուք ճիշտ եք, հիմա տես այդ ինչ եմ նշանակում, որ ինքը ոչ մի բարեփոխության պաշար անցյալ կյանքից չունի, այսինքն ինքը մաքրությունը չի ընկալում, որպես մայրք, իրան ոչ մի ձևի չես բացատրի, որ չծխող, չխմող բուսակեր լինելը, էդի ասկեզա չի, այ որ այդ եմ ուզում եմ բացատրեմ, որ ցանկացած մաքրություն, որը կենդանիակի համար ճգնություն է, հասկանում եք, ինքը այդտեղ ոչ մի համ հələ դեռ չի զարգացրել, դա նշանակում է, որ սա իր առաջի կյանքն է, որ ինքը պիտի այդ ճանապարհով գնա, այսինքն ինքը բանականության մակարդակի կարող է հասկանալ, որ հա, բան իրոք էլ ճիշտ է սա, բան սենց անեմ, դա երբ է հասկանում։ Իշտան ասում են տառապողներն են ամենամեծ քանակությունը եկող, չէ՞։ Այսինքն նրանք որոնք են, որ թաթալուշեն չէ կերել։ Այսինքն տառապանք են ստացել, դա մի հատ իրացվեց արի, հիմա իրանք նենց մի հատ սենց մի տեղ են նենց խցկված, որ ամեն ինչի պատրաստ ես, դու ուզում ես բուսակեր ելնեն, ինչ ուզում ես անել, մենակ այս ամեն ինչի պրծնի։ Հասկանում եք, չէ՞, այդ տեղից է, չէ՞, կենդանիակը առաջի անգամ ունենում։ Ու այդ առաջինը ինքը միշտ այդ ամեն բան, որտեղ կենդանիակը ինքը ինչ-որ մի բան անում է ջիքով, ինքը դա անում է առաջի անգամ։ Հասկանում եք։ Իսկ եթե ինքը անցյալ կյանքերում արել է, ինքը որ հանդիպում է, ինքը ուրախանում է, ու շատ հեշտությամբ վերցնում է, հասկացաք, չէ՞, այս մենք են սիմպտոմներ, որը միանգամից կարողանում եք հասկանալ ինչ ատելի ունեցել, չէ՞, հիմա տեսեք, ուրեմն առաջի խնդիրը դա ատելությունները, կապվածությունները արդարության դաշտ բերելն է, չէ՞, հիմա տեսեք այդ արդարության համար գերագույն աստվածությունը ինքը կենդանիակին առաջարկում է բարոյականության օրենքները։ Մենք բոլորս մեր գլխում խփածում ենք, որ բարոյականության օրենքները իդի մենակ են, որ կինը չի դավաճանում ամուսնուն։ Այսինքն բարոյականության օրենքները վերաբերվում են միայն կնոջը։ Դա սխալ պատկերացում է։ Մենք տեսանք, որ Բացինգոն Տանկուրը ինքը սկսեց խոսալ նախնական, այսինքն նախնական մարդը ինքը ինչ սովորություններ պիտի վերցնի, չէ՞, որ ինքը իրականում կարողանա մտնի կենդանիակների հետ բարոյական հարաբերությունների մեջ։ Հասկանում եք։ Ու այ մենք ձեզ հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ քննարկեցինք այն ինչ-որ բաց յոգայում ինքը կոչվում է երկրորդական սկզբունքներ։ Այսինքն ինչի է դա համարվում երկրորդական։ Տեսեք հիմա չիմացող մարդը ինքը հենց որ լսում է այդ երկրորդական բառակապակցությունը, ինքը կարող է մտածի, որ դա այդքան կարևոր չի։ Հա? Ես մարդ գիտեմ, որ ինքը բավականին հոգևոր զարգացած մարդ է, բայց ինքը հենց տենց է վերաբերվում, ասում են ասած է, չէ, երկրորդական։ Շատում է այդքան կարևոր։ Ու իր արգումենտն էլ ունի, գալի ու գալի ապրողը չի կարող միջև վերջ բարոյական դառնալ։
Հա, ես այդտեղ հարց եմ տալի, ասում այսինքն բարոյական չի կարողանում դառնալ, բայց մաքրոսովյան կարողանում է։ Ինչ կարծեցի, դա չի լինում, որտեղ նվիրվածության կամ հոգևորի հիմքը դա բացարձակ մաքրությունն է։ Իսկ մաքրության առաջի քայլը դա բարոյականությունն է։ Ինքը ո՞ւս կար այդ քայլը թողնի, ուզում ասես ինքը կարա անգլերեն կարդալ, պարտադիր չի որ տառերը սովորի։ Դա կարևոր բան չի։ Այս չի լինում, հասկանում եք։ Այսինքն հիմա դրա համար արիացիները իրանք նկարագրում են, շո եկա հոգևոր կյանք, հիմա պետք է ճանապարհ անցնես։ Ինքը դեպի քեզ։ Լաստուն հանգիստում եք, առաջի հերթին ինքը դեպի քեզ դի ճանապարհի։ Չէ՞։ Այդ ճանապարհը հարթելու համար դու պետք է բարոյականության օրենքներ ընդունես։ Հիմա մենք հենց դեռ իրանք բուն բարոյականության օրենքները չենք մենք քննարկում ենք, թե ինչ որակներ են պետք, որ աստվածություն ինքը կարողանա բարոյական։ Հասկանում եք։ Ու Բաքսիմով Թակուրը ինքը ասում է, որպեսզի հոգին ինքը կարողանա բարոյական լինի, ինքը պետք է բարեպաշտության պաշար ունենա։ Հասկանում եք։ Հիմա ողքում ենք տեսնանք, որներ են բարեպաշտության պաշարը, չէ՞։ Առաջի հերթին Բաքսիմով Թակուրը ինքը ասեց, կենդանիակը ինքը պետք է բան ունենա, ասեք, այդ էլի բարեգործության հանդեպակում կունենա, չէ՞։ Մենք տեսանք, որ բարեգործությունը ինքը բաժանվեց 4 մասի՝ ֆիզիկական բարեգործություն, մտքի բարեգործություն, հասարակական եւ հոգու։ Սովորում ինքը շատ կարևոր է, չէ՞։ Այսինքն որ աստվածությունը տեսեք, այդ եթե դուք նկատում եք, չէ, ինքը առաջի բանը այդ բարեգործությունը, ինքը որն էր։ Տառապողներին օգնելը, չէ՞։ Ֆիզիկական տառապանքը նշանակում սովորություն ունենալ, ասենք օգնել են մարդկանց, որոնք իրանք հիվանդ են, սոված են, սրտի մեջ են կամ ծարավ։ Այդ տառապանքին ձևեր են, չէ՞։ Հա, հիմա միտքը, հա, բանանել էլի, մարդուն փորձել ազատել ինչից։ Անհանգստություններից, հա, նախանձից, գիտեմ, բանից, կորուստի բանից, բայց էլ վախենից։ Չէ, բայց ինչ է, դի տառապանք, դա հիմա մտքի տառապանքներն է, չէ։ Ուրեմն ինչ ասեց, մարդը ինքը պետք է բարեպաշտության պաշար ունենա, որ ինքը ուրիշ կենդանիակներին աջակցել է, որ իրանք չտառապեն։ Իսկ դրա համար ինքը այդտեղ ինչ սովորություն է ձեռք բերում։ Ինքը սովորություն է ձեռք բերում տառապողին նկատել։ Հասկանում եք, որովհետև հետո, երբ որ ինքը արդեն կմտնի բարոյականության օրենքների մեջ, ինքը այդտեղ կհասկանա, որ օրինակ կամպյուտերի մեջ ամբողջովը նստելը եւ չնկատելը, որ քո հետ ապրողը տառապում է մենավորությունից, դա անբարոյականություն է։ Իսկ դու ինչ ես կարողանում տենց անես, որտեղ դու իր տառապանքը չես նկատում։ Կամ եթե դաժե ինքը տառապանքը վերում նստում աչքը, ասում եմ համար լավ չի, փոքրելի գոնե մի ժամանակ, բայց նա զբաղված է։ Չէ, այդ նա զբաղված է որն է։ Տակած վերաբերմունքը ուրիշի վրա, չէ՞, եթե էությունից խոսանք էլի, որտեղ սիրուն բառեր ասենք, հասկանում եք։ Ուրեմն, էդի առաջի հերթին դու սովորում ես նկատել տառապողներին, հիմա եւ ես ամենասիրածս գաղափարնավացի Թակուրը իրադրված շատ եմ սիրում էլի եւ քո հնարավորությունների սահմանները օգնես այդ 4 կետում, չէ՞։ Հաջորդը ինքը ասեց հարգանք մեծահասակների հանդեպ։ Բաժանեցինք, այստեղ մի հատ շատ կարևոր բան կա։ Ուժվել կետ, որը պետք է հասկանայինք, չէ՞, դա նա է, որ եթե որ ասում են հարգել մեծերին, մենք միանգամից պետք է հարց տանք, ով է մեծը։
որովհետև միանգամից մարդը ինքը մեխանիկորեն գրում է այդ ճանապարհով, որ մեծ է նա, որ տարիքով մեծ է։ Տարիքով մեծ կա, որ երեխայից պետք է, ինքը մեծ չի։ Ինքը քեզ իր ամբողջ բնությունով խոսում է նրա մասին, որ ինքը հոգատարության կարիք ունի։ Հենց որ այդ խոսակցությունը գնաց, ինքը մեծ չի, որտեղ մեծը դա այն ազնվորությունն է, ով ինքը գիտի հոգ տանել, պաշտպանել եւ զարգացնել։ Եթե ինքը այդ երեք բանը չի կարողանում անել, ինքը ով ուզում անի, ինքը մեծ չի։ Ջոբան ուրիշ կատեգորիա է։ Այդտեղ պիտի լակասենք տեսեք, հիմա նայեք, տեսեք, ես ոնց կարող եմ որպես մեծ ընդունեմ, օրինակ, չգիտեմ, 80-ից բարձր մարդու, որը ինքը պայքարի մեջ է մտնում զգայական վայելքի համար, օրինակ ասենք 18 տարեկան աղջկա հետ սեքս ունենալու համար 20 տարեկանների հետ։ Կարող եք ասեք, ինքը իր որտեղում է մեծ։ Ինքը հավասարի պես գրիվա չէ տանի։ Գայական վայելքի համար, ինքը դրանք որն է մեծ։ Ինքը արդեն մեծ չի։ Հա? Հասկանում եք, այդ բաները մենք պիտի բարյացիներ իրանք շատ արդար են դնում, որ մենակ տարիքով չի։ Հա, իրանք ասում են, հա, իրանք իմացից ինքը տարիքով, հա, ինչ-որ գործողություններ կա, որ չի կարելի, որ դու քեզ թույլ տաս։ Հետի, ձայնը բարձրացնել իրա վրա, անհարգալից խոսքեր ասել իրա, չէ՞, այդ չի կարելի։ Հայաբարի ասած լրբություն չի կարելի անել մեծի հետ։ Էդի լավ չի։ Թեկուզ կամ մեծ է, որ 5 րոպեում կարող են նենց համբերությունից անել, որ հա, բայց թե այդ ինքը գիտեք ոնց է էլի։ Երբ որ այստեղ մի հատ կարևոր բան էլ ասեմ, էլի, որ դուք չկոմպլեքսավորվեք։ Եթե հանկարծ այնպես է ստացվում, չէ, որ դուք ստիպված եք լինում, ասենք, մեկ էլ բռնում եք ձեզ դրան մեջ, որ դուք ձեր սկզբունքներին ոնց որ խախտեցիք։ Օրինակ հիմա ես ասում եմ, չէ, մեծերի հանդեպ չի կարելի, ասենք, ձայն բարձրացնել, չի կարելի անհարգալից խոսքեր ասել, կամ այն, չէ։ Այստեղ, երբ որ ասվում է չի կարելի, դա միշտ հիշեք, էլի, սա շատ կարևոր նրբություններ են։ Դա նշանակում է, որ դու ինքդ երբեք քեզանով առաջինը դա անող չես։ Հասկանում եք։ Այսինքն մեծ տարբերություն կա։ Դու ինքդ առաջինը անող ես, ու քեզ զորով պրովոկացիայի ենթարկեցին, որ անես։ Հա, դա մեծ տարբերություն կա, ինչի համար, բացատրեմ ինչի համար։ Որովհետև մարդիկ կան, որոնք իրանք, օրինակ, հեռու չգնանք, որոնք իրանք բնությամբ վամպիր են։ Ոնց է վամպիրն աշխում է, կյանքի ուժը չէ խլում։ Ոնց է վամպիրը սնվում։ Երբ որ վամպիրը ինքը գալիս է հերթական կյանքի ուժի պորսիայի հետևից քո մոտ, ինքը մի հատ խնդիր ունի։ Քեզ կատավացնի, որ դու գոռաս։ Ու իրանք սովորաբար այդ գործի մեջ պրոֆեսիոնալ են։ Հասկանում եք։ Եվ այն մարդը, որ ինքը ասենք հատկապես նրանք, ովքեր նոր են փորձում, ասենք ճանապարհ անցնել, չէ՞։ Իրանք հեշտությամբ կարող են այդ պրովոկացիային ենթարկվել։ Ու մարդը հետո կարող է գնալ նստի տարապի ասի, ես ինչ ապուշ եմ, ես ինչ այլանդակ եմ, բան չէր կարելի, իսկ ես տենց արեցի, ես ինչ։ Միշտ պետք է նայել, դու ինքդ էդի արեցիր, или тебя давили։ Այ ոչ ես մեթոդիկ զորով եք անենանում, մինչև դու քո ապերի մեջից դուրս գաս։ Հասկանում եք, այ որ тебя давили, էդի ոչ թե դու ես ամբողջ Այդտեղ մի անգամից պիտի հասկանաս, հայացիներ իրանք միան շատ կարևոր գաղափարն առաջ քաշում, բարենպաստ և ոչ բարենպաստ շփում։ Հասկանում եք, ու երբ որ մարդը ինքը բնությամբ նենց է, որ ինքը զորով ձեզ ամեն անգամ հասցնում է այնտեղ, որ դուք կապանեք, չէ՞։ Մի անգամից պիտի հասկանաք, որ ինքը անձնավորությունն է,
որի հետ դուք ոչ թե պետք է սովորեք զստեք ձեզ ամեն ձևի, որ չջղայնանաք, այլ դուք պրոստը տիրը հետ չշփվեք, որտեղ ինքը անբարենպաստ շփում է, հասկանում եք? Դա շատ կարևոր կետ է, և այո, այն մարդը, որը մեզ մշտական բերում է ջղայնության վիճակի, որ մենք կարող մեզանից դուրս գանք ու ասենք մեզ համար ոչ բնորոշ բաներ անենք, դա միշտ նշանակում է այդ պիտի դու նայես, պիտի դու ես այդ ձևի, որ հենց մի հատ ճանճ փչին էդի անում ես, թե պրոստը պրովոկացիայի ենթարկվեցիր։ Հասկացաք, չէ՞, էսի շատ կարևոր նրբություններ են, էլի զգում եք, չէ՞ որ արիացիների մոտեցումները լրիվ արդար են, էլի։ Ինքն իրանք նենց նրբությունների են կտնում, նենց նրբություններ են հաշվի առնում, որպես տեղ չկա, էլի, որ դու ասես, ախր բայսի ոնց անեն։ Ինքը ոչ մի տուպիկի մեջ մարդուն մենակ չեն թողնում։ Ասում չէ, ուշքի արի։ Ինքը ոչ բարենպաստ շփում է։ Չէ՞, հիմա ամեն մեկը կմտածի դե օրինակ ասենք դա ոչ բարենպաստ շփումը կարող է լինի իմ ծնողը, կարող է լինի իմ երեխան, կարող է լինի նենց մարդ, որ հետ չես կարա շփումը կտրես, չէ՞։ Իսկ դա միանգամից նշանակում է, որ ուրեմն դուք մի հատ նենց սխալ եք գործել, որ դիմացինը ինքը իրա թույլ է տվել մտածի, որ ձեր հետ կարելի է տենց վարվել, չէ՞։ Ու այդտեղ, եթե դա հարաբերությունավորը հնարավոր չի կտրել, ուրեմն պետք է սկսվի այո պայքար։ Պայքար պիտի սկսվի, որ մի հատ այսինքն սահման գծեք, ու ասեք ուրեմն դու կամ այս սահմանը սովորում ես հարգել, կամ մենք չենք շփվում, ինքդ որոշի։ Շատ բարձրացրեք։ Հասկանում եք, այդ դմբլոփափկությունն է, էլի, որ մեզի միշտ ստիպում է, որ վերջնականում մենք դառնում ենք ոչ թե առաքինի, այլ զոհ։ Հասկանում եք, առաքինին ու զոհը էդի տարբեր բաներ են։ Բայց մեր մեջ բոլոր պատկերացումները առաքինության մասին, իրանք զոհի կարգավիճակի պատկերացումներ են, որ ես առաքինի եմ, եթե ես համաձայն եմ լինեմ զոհ։ Ինչ է շահում, դու պիտի միշտ համբերես, դու պիտի միշտ ելնես խոնարհ, հա, դու պիտի չջղայնանաս, ինչ անեն գլխիդ, դու պիտի համբերես, դու պիտի ով ես, դու առաքինի չես, դու զոհ ես։ Հիմար զոհ, հլմեք էլ, պրիչոմ ստեղ առաքինությունն, հասկանում եք, որովհետև օրինակ առաքինության մեջ մտնում է, չէ, մտնում է այդ կետը, չարիքի հետ պայքարել, չէ, առաքինին պիտի չարիքը կանգնացնի, չէ, չէ, բայց ով պիտի անել գործը, որ չարիքը ինքն իրան չի կանգնացնել, առաքինին պիտի կանգնացնի, չէ, իսկ դրա համար ինքը չի անի, ինքը պիտի չհամբերի, ինքը պիտի ջղայնանա, չէ, որ կանգնացնի, իսկ քան ինքը համբերում է, ինքը ինչ ուզում եք արեք, ոնց ինչ ուզում եք արեք, Հա ինչ ուզում են անում են, այդ որ անում պրծնում են ինչ ենք դժգոհ։ Հասկանում եք, այդ նրբությունները իրանք շատ կարևոր են։ Այդ ինչ որ ասկան երկրորդ կետը դա էր, որ սովորի հարգել։ Տեսեք, այսքան ինքը ինչ ասում, ասում որպեսզի դու կարողանաս մտնես բարոյականության դաշտ, դու պետք է առաջինը սովորես նկատես ուրիշի տառապանքը։ Երկրորդը հարգես նրանց, ովքեր քեզանից մեծ են։ Հա՞։ Այս է։ Երրորդը, ինչ որ հետաքրքրությունը կարևոր է, մի րոպե չկարնեմ, հա։ Երրորդը ինքը առատաձեռնությունն էր։ Չէ՞, երրորդը առատաձեռնությունն էր, չորրորդը մաքրության, պահվածքի մաքրությունը։ Բայց թվում է, որ այդ պահվածքի մաքրությունը տեմնասկզբից ասելի, չէ՞։ Բայց ինքը ինչ ասում, ինքը ասում է, մինչև դու չսովորես նկատես ուրիշի տառապանքը և այդ տառապանքի համար լինես կարեկից։ Մինչև դու չսովորես բան անել, հարգել քեզանից մեծերին։
Մինչև դու չսովորես լինել շռայլ, այսինքն ագահություն չանես, անարդարություն, որտեղ ագահության մեջ անարդարություն կա, հա, որ այդ անարդարություն չանես, դու չես կարող ունենաս մաքուր պահվածք։ Այդ հերթականությունը ինքը շատ կարևոր է, թե դու ինչից պիտի սկսես։ Հասկանում եք, որ այդ որ որակից պիտի սկսես, որ հասկանաս, թե այ որ գնալուց դու ասեն որը որից հետո պիտի կարող ես վերցնես։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա նայեք, ինքը ասում է սկզբում բանալա, օգնի տառապողներին։ Չէ՞։ Հարց եմ տալի։ Տառապողների համար ես ով եմ, եթե ես կարող եմ իրան օգնել։ Ես իր համար ավագ եմ։ Չէ՞։ Թե չէ։ Խոսիկ ինչ ասում։ Ասում է սկզբից դու եղի ավագ։ Հա, որ այս տանաս, որտեղ էդից այն չի, չէ՞, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, երբ որ դու օգնում ես, մենակ հայերը մի հատ բան ասացված ունեն, չէ՞, ասում են օձը տաքացնողին ա գցում։ Էդի որն է, էդինը, որ ես օգնել եմ, չէ՞, ու ինձ փոխարեն գոնե մի հատ մերսի ասեն, հələ մեկ էլ դաղել եմ։ Էդ է, չէ՞, այսինքն անշնորհակալ եմ։ Չէ՞։ Այդան, այդ մեծ եղի, որ տեսնես ինչքան վատ է, երբ որ դու մեծ ես ու անշնորհակալ ես, երբ որ դու մեծ ես ու չհարգեցին, հա, հետո նոր այդ դրա հիմքի վրա կարող ես սովորես հարգել մեծերին։ Եթե դու ինքդ երբեք ոչ մեկի համար մեծ չես եղել, դու չգիտես, թե ինչքան մեծ աշխատանք է մեծ լինելը։ Չէ՞։ Ամեն բոլորս էլ երևի թե եթե ինքներս չունենք, անպայման տեսել ենք այս կյանքում, մեր ժամանակներում այդ շատ տարածված է, չէ՞։ Երեխաներ, որոնք իրանք մягко говоря, ասես ոչ մի բան հարաբերս իրանց կյանքում արած չկան, չէ՞։ Ամեն ինչը պատրաստ ստացել են, որտեղ ինչի, որտեղ իրանց հետևում էլ ծնողների այն սերունդը կա, որ իրանք մեծացել են, օրինակ, տեսեք, օրինակ, ես մեծացել եմ սովետական միությունում, բայց երբ եմ ծնվել, չէ, 59 թիվ, այդ պատերազմը նոր է բրծել, լսկի 10 տարի չի նորացել, 15 տարի, 14 տարի, 15 տարի է անցել, որ պատերազմը բրծել, չէ, որ մեր ծնողները իրանք տեսել են սով, եթե նույնիսկ պատերազմ չեն տեսել, իրանք տեսել են սով, օրինակ իմ տատին երես, հույն տատիս էլի, իրանք պատերազմի ժամանակ Հունաստանում պարտիզան են եղել, ընտանիքով, տատիկս, պապիկս, իրա երկու տղաները։ Մեծ եղբայրս սաղ բանը, որ մեդալները կախում էր, սենց նորից վայտարել, հասկացեք, չէ։ Ու ասենք, ինքը, դուք պրոստը չեք պատկերացնում, էլի ոնց կարող էր նեղանալ, հա, եթե հանկարծ դու քեզ թույլ տայիր ուտելիքը, որևիցե ուտելիք, вообще գցեիր աղբարկը։ Իրանք հացի խադրը գիտեին, չէ՞։ Մենք արդեն այն պայմաններում ենք մեծացի, որ հացի խադրը չգիտենք։ Հետո եկավ այն սերունդը, որ ասենք պատերազմ տեսավ Առաջին Ղարաբաղյան, չէ՞, մոտ ծուր, բանիսի մեջ էսեն, չէ՞, ու ասենք այդ դրանք էլ իրանք և որ ծնող դարձան, չէ՞, իրանք հատուկ բան ունեն, էլի, որ իրանց երեխաները ապահովեն, իրանցից ավելի լավ ապրեն, եսի մեջ, չէ՞, հետո նույնիսկ սովետական միության ժամանակ, չէ՞, ամենաշատ բարձրագույն բաները, հաստատությունները Հայաստանում կային, բավարեք, քանակությամբ ամենաշատը Հայաստանում էր։ Մենք եղել ենք ազգ, որը կրթությանը նենց նշանակություն ա տվել, որ կարողացին вообще չաշխատի, կապ չունի, մենք դաժե ասում ենք օժիտի դիպլոմ։ Հա, որ հաստատ գիտես, որ ինքը չի աշխատել, ոչին այդ մասնագիտությամբ, ոչին, պրոստը որ կրթություն ունի։ Չէ՞, այդ երեխաները, որոնք իրանք տենց են մեծանում, այսինքն, երբ որ
ծնողները իրանք այնպես են երեխային մեծացնում, որ երեխան ինքը չի տեսնում այն դժվարությունները, որը ծնողն է տեսել, չէ՞։ Հիմա դա այդ ծնողի պատիվն է։ Բայց հետո երբ որ նայում ես, տեսնում ես, որ այդ երեխաները իրանց, չէ՞, իրանք ոնց որ դիմը չեն հասկանում։ Իրանք չեն հասկանում։ Այդ ծնողը ինքը հետի ոնց արեց, ոնց բերեց, ինչ արեց, այդ ծնողը կարող ասես մոմի պես վարվի, որպեսզի իրանց ամենջով ապահովի կինոները, չէ՞ թեմաներում անում։ Վերջում երեխան ինչ-որ ասի, դու հիշում ես, որ ինձ պուջու ժամանակ մի անգամ ասեցի տանձը մի կեր, այդի մոտ տրավմա է։ Հա, ես սամ արած, չարած, ընգնի ջուրը, մնա այդ մի հատ տանձի պատմությունը, որը հերիք մնա է, հասարակությունն էլ ասի, վայ, ոնց չես ամաչում գսի, դու ծնող ես, որ այդ խեղճ երեկուն տանձը չես տվել, կոմպլեքսավորվել է, հիմա չի կարում ապրի։ Հա, ինչ-որ աբսուրդի հասած բաներ կա էլ այդ ամենի մեջ, չէ, բայց հիմա այդ չի խնդիրը։ Խնդիրը դա է, որ ազնվորությունը, որը ինքը երբեք ոչ մի բան չի արարել, մեծը ինքը միշտ արարողն է, որ ինքը ոչ մի բան չի արարել, ինքը դրա գինը չի հասկանում։ Չէ՞, ու դրա համար սերունդը ինքը քանի ինչքան կյանք ավելի թեթևանում է, այդքան ավելի այդ բանը ավելանում է։ Ու մարդիկ իրանք կարողանում են, ասենք այդ մեծերի արածը ոնց որ ջուրը գցեն։ Օրեկան փչացնեն, օրեկան չգիտեմ ինչ անեն, որտեղ իրանց համար դա գին չունի։ Դրա համար ինչ ասում բացի դոտ, ինքը ասում է դու սկզբից այդ տառապանքի մեջ օգնի, մեծ է լի։ Որ մի անգամ լավ ստանաս, մի անգամ լավ ստանաս, հա, որտեղ այն որ իմ համար է մեծ, ինքը երբ է իմ համար մեծ, երբ որ ես ինչ-որ մի բանի կարիք ունեմ, չէ՞։ Այսինքն հիմա ես իրանից եմ, չէ՞, կախված, ինչ-որ մի կարիքի հետ կապված բան, չէ՞։ Այդտեղ է, երբ որ դու ինքդ անում ես, ու կոպիտ ասած հանդիպում ես, որ քեզ դաժե մի հատ մերսի չասեցին, այդտեղ դու նոր, երբ որ դու կարիքի մեջ ես ընկնում ու հանդիպում ես նրան, որ քո համար մի բան արեց, դու ի վիճակի ես լինում ասել մերսի։ Եթե իհարկե ստոր չես, որտեղ ստոր մարդն ինքը ասում է, ինձ ով մերսի ասեց, որ հիմա ես ասեմ։ Այդ ընտրությունը միշտ կա, լինել սրիկա եւ լինել նորմալ մարդ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա հաջորդը դա տես է եղի մաքուր։ Չէ՞, հիմա տեսեք, երբ որ ես տառապանքը սովորեցի նկատել, մեծերին սովորեցի հարգել, հա, դարձա շռայլ եւ ունեմ մաքուր պահվածք, բացի մոտ ապոր մի հատ շատ հետաքրքիր բան խրեց մեջտեղը, հա, ասեց բան, ուրախությունը մի հարամի, տոներ անցկացրի, այսինքն տեսեք, այ որպեսզի ազնվորությունը ինքը նենց տոներ անցկացնող լինի, որ չի հարամում ուրախությունը, չէ՞, ինքը պիտի այս ճանապարհն անցնի, ինքը պիտի տառապողներին նկատի, մեծերին պիտի կարողանա հարգի, պետք է շռայլ լինի, պետք է մաքուր պահվածք ունենա, որ ինքը կարողանա լինի այնպիսինը, որ ուրիշի ուրախությունը չհարամի։ Հետաքրքիր կապեր, չէ՞։ Ում մտքով կանցնել, որ նորմալ ուրախություն անցկացնելու համար այդքան բան չանցնես։ Դրա համար մենք ամենտեղ տեսնում ենք, հատկապես մեր մշակույթի մեջ դա շատ ընդունված է, էլի ուրախության, այսինքն տոնակատարության էությունը հարամել, այն որ բոլորը լինեն ճղալացված, նեղված, բան չգիտեմ, չգնան նստեն ձևացնել վրա, լավ ացանք է մեկ է։ Ու տակից սաղես խշի մեջ է։ Զորով, կրվով, տալով, ինչ-որ բաներ են արել, ինչ են արել, եկել են տեն նստել, ոչ մի բաց չունի, չէ՞։ Ասենք այդ իմաստով ժամանակակից սերունդը ինքը ուրիշ է լավ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, այդ դրանից հետո ինքը ասեց, ռասկային է, ապաշխարում և երդումներ։ Չէ՞։ Տեսեք, երբ որ դու սովորեցիր չհարամել ուրախությունը, այդ ապաշխարումը ինչի մասին է, որ դու մեկին տառապացրել ես, չէ՞, ցավես պատճառը հիմա զղջում ես,
Այդ երբ կարող ես։ Երբ որ դու սովորել ես գնահատել ուրիշի ուրախությունը։ Դու ինչքան հետաքրքիր կապա, չէ՞։ Այսինքն, եթե դու ուրախություն հարամով ես քո ներքին աշխարհում, դու երբեք չես զղջալու, եթե ինչ-որ մեկին տառապանք ես պատճառել։ Հասկանում եք, ոչ թե երբեք չէ։ Մի հատ պատճառ կա, որով կարող ես զղջաս։ Եթե Աստծո հետ գործ ունես, կարող այդ վախից, որ ինքդ ես կարող եմ դրա համար պատժի։ Աստծո կների տանուր չի ուզում։ Հա, այդ ինչ որ վախենում եմ, որ կպատժես, բայց ոչ թե որտեղ տարապար պատճառը։ Եթե ես իմանայի, որ դու չես պատժում, մտքից ծերովը չեր անցնի, որ տեսեք ինքն ինչ հետաքրքիր կապ ունի, չէ՞, այդ հերթականությունը։ Հասկանում եք։ Հիմա հաջորդը, որ ինքը խոսած, ինքը ասեց, այ դրանից հետո գալիս է ինչ-որ մի բան, որ ես ասենք դաժե վստահ եմ, որ երբ որ սկսեցի պատմել, ես ապա սենց եղավ մի մոմենտ, չէ՞։ Բան, կենդանիներին թողեք, որ կենդանիները բանը ունեն, կուշտ ունեն եւ զարգանալու հնարավորություն ունենան։ Ես էլ ասի այսքան կարմիր գիրք ունենք։ Այդ չենք, այդ հնարավորությունը չենք տվել։ Ինչ են դերանում, որտեղ պայման չունեն, չէ՞։ Եթե պայման ունեն, իրանց համար հանգիստ բազմանում են։ Եվ ինքը ասեց, այ կենդանիներին թողեք թող բազմանան եւ մարդու։ Այսինքն ամեն մարդը ինքը իր ամեն արտադրի, հա, ու կենդանիների մի թողնես, որ իրանք արտադրեն։ Ինչ կապ ուներ վարժի, չէ՞, ծնվաղջություն, ինչ կապ ուներ։ Բայց հիմա արդեն ես վստահ եմ, որ ինքներդ էլ արդեն միանգամից ներսում այդ կապը ստեղծեցիք, չէ՞, թե ինչ կապ ուներ։ Ու այդի թե մարդը ինքը ոնց է վարվում կենդանիների հետ։ Հա, ինքը, այ, եթե ազնվորությունը ինքը այդ մինչև էս ինչ որ մենք քննարկեցինք ինքը չունի, ինքը չի կարող կենդանիների հանդեպ ուրիշ ձև լավ վարվի, ինչի։ Որտեղ կենդանին ինքը այն ազնվորությունն է, որը չի կարողանում պաշտպանվի։ Հասկանում եք։ Ու այնտեղ մարդու ներքին էությունը ինքը լրիվ է ինքը իր ներքին էության ով է։ Հասկանում եք։ Հիմա, չէ՞, եւ վերջի կետը, որը մենք արդեն անցյալական անցանք, դա այ բաններ, վերջնական մոստիկներ, որից ես ասեցի, որ այստեղից շատ վերջում ինքը շատ հետաքրքիր անցում անիմելու հոգու առաջի որակի զարթոնքի։ Բաղձինոն Թակուրը մինչև էդ, եթե հիշում եք, ինքը ասեց, կա հոգու բարեպաշտություն և կա կեղծ եսի բարեպաշտություն։ Հոգու բարեպաշտությունը ինքը արտահայտվում է որպես արդարություն, բարիություն, ճշմարտություն, բնավորության մաքրություն, ընկերական պահվածք, անկեղծություն և սիրային բաներ ենք, այլ որ սիրել գիտի, ոչ թե տրպանք զգալ, այլ սիրել։ Այդ սիրելու զգացումի մեջ միշտ կա այդ հոգատարությունը։ Վարդժելենյանի մեջ հոգատարություն չկա, Վարդժելենյանի մեջ Կոյտանյանքը ինքը խելականի պես մենակ ստացում է, թե ինքը ոնց պիվահելի, այնտեղ հոգատարություն չկա, իսկ սիրո մեջ կա հոգատարություն, ու դա հոգու բարեպաշտությունն է։ Եվ կա այդ, բայց ինչ մենք հիմա քննարկեցինք, դա արդեն նյութական մարմնի, նյութական կեղծ եսի բարեպաշտությունն է։ Հասկանում եք, չէ՞։ Ու իր ամենավերջինը դա մտքի ազնվությունն է։ Բացիլո Թակուր ինքը ասում է, որ մտքի ազնվությունը ինքը բաղկացած է 14 կետից։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, չէ՞, որ ամենաառաջի բանը, որ կենդանիան ինքը պետք է սովորի, ինքը պետք է սովորի ներել, չէ՞, շնորհակալությունը նայել ենք, ուրեմն ինքը պետք է սովորի ներել, եւ երկրորդը դա է նա, որ ինքը պետք է սովորի լինել շնորհակալ։ Տեսեք ինքը գալիս է ասենց, ներել, շնորհակալ լինել, ու դա ինքը տալիս է մտքին մի հատ շատ հետաքրքիր որակ, բայց պրակտիկը։
լինել ճշմարտացի։ Այսինքն տեսեք, մենակ մարդը ինքը կարող ասի բան, ես արդար եմ, ճշմարտության բան եմ, չէ՞, բայց եթե ինքը ներել չգիտի և չգիտի լինել շնորհակալ, ինքը չի կարող ունենա արդար միտք։ Հասկանում եք այդ բաները, պրակտիկս ոչ թե արդար է։ Այդ ճշմարտացիությունը իրան չի կարող հետաքրքրել, չէ՞, որտեղ մենք տեսած խոսացինք անցյալ անգամ, չէ՞, օրինակ ասենք ներողամտության մեջ, ինքը բանա, չէ՞, որ եթե մարդը ինքը ներել չգիտի, ինքը, եթե ինքը բաներ է չարամիտ մարդ է, ինքը գնում է ողակալության ճանապարհով, չէ՞։ Տեսեք, այդ ողակալության ճանապարհը ինչ նշանակում։ Ինձ ցավ է պատճառել, ես այդ ցավը չեմ կարողանում ներել, չէ՞։ Որպեսզի այդ ցավը հատուցեմ, ես պատրաստ եմ ճշմարտության վրա բացնել։ Ճշմարտությունը ո՞րն է, որ իմ դուրը չի գալիս, որ իմ ամեր երեխային սպանել են, բայց հաջորդ քայլով ես դառնում եմ այն մարդը, որ այդ նույն բանը կարող է ինչի համար, այս ես խոսում որ բավարանվել, սիրտս հովանա, ասում ենք մենք հայերը, չէ՞, մենք մայն, ես այդեղ կովիդ բարենք ասեի, դու եք քո սիրտն չեք մենք, հասկանում եք, եթե արդեն դու պրոստը դարձան այն մարդու կլոնը, որին ինչ-որ մի բանի մեջ մեղադրում ես, չէ՞, հասկանում եք, դրաման օրինակ ճշմարտացիությունը ինքը պահանջում է, որ ով արել է, նա պիտի պատժվի։ Ինչ կապուտի ստել այդ մարդու երեխան։ Այդ պահին, որ դու եկի ասում ես, չէ, մենք ասում ենք, հա իրան կարելի է հասկանալ, չէ, իրան չի կարելի հասկանալ, որտեղ ինքը դարձավ նույն բանը, ինչն ես դեռ հասկանում։ Ինքն հիմա պատրաստ է այդ նույն անարդարությունը գործի, չէ, հասկանում եք, և հաջորդը, մենք խոսացինք դրա մասին, որ ներողամտությունը ինքը երկու խնդիր ունի։ Մեկը դա նա է, որ մարդը ինքը կարող է ինքը իրան վնասի գնալով ողակալության ճանապարհով, չէ, և կարող է բանաների անարդարություն գործի, ոչ թե վնասի, և կարող է ինքը իրան վնասի ինքը ներողամտի, որովհետև երբ որ անձնավորության հատեպ վարդ է վերաբերվել, չէ, ու ասենք ինքը չի կարողանում ների, մենք ասեցինք, չէ, որ դա չի նշանակում է, ներողամտությունը ինքը չի նշանակում, որ ես ձևացնում եմ, որ չի եղել։ Մենք երեք մնացարական, եթե ես ճիշտ եմ հիշում, մենք մանրամասնեցի քննարկեցինք, չէ, որ չի նշանակում։ Չէ, սրիկալությունը արվել է, ու ցավում է։ Սա ներողամտությունը չի նշանակում մոռանալ արածը։ Հասկանում եք։ Ներողամտությունը ինքը նրա համար է, որ կարողանաս դալշը ապրես։ Այսինքն ինքդ քեզ չսկսի հետ բանը ուտել, այնքան միջև դառնաս եսիմով, չէ՞, այդ դա է այդտեղ կարևորը, չէ՞։ Եվ տեսեք հաջորդ որակը, այսինքն որի վրա անձնավորությունը ինքը պետք է ուսանողություն դարձնի, իսկ եթե միտք դա, չէ, որ ողակալ է դառնում։ Եթե միտքը կարողանաս, չէ՞, կանգնացնես։ Միտքը դա որ ողակալ է դառնում, միտքը դա որով դու անցյալում ես մնում, չէ, այդ ներողամտություն չունենալը իր ամենավտանգավոր բաներն է, որ անձնավորությունը ինքը մնում է անցյալում, ինքը չի կարողանում ներկայում ապրի, հասկանում եք, իր միտքը անցյալում է, հետո ինքը սկսում ամծացել, բան ինչի եմ մենակ, բան ինչի եմ սեց, կյանքը կանգնել է, ինքը չի նկատում, որ ես ինքն էլ կանգնացվել է, որտեղ ինքը մնացել է անցյալում։ Հասկանում եք։ Իսկ երբ որ անձնավորությունը ինքը հասկանում է, որ այդ ինչ-որ եղել է, ինքը դի թույլ է տվել ապրել որը ունի, չէ՞, ինքը այնպեսի մարդ է, որի հետ կարելի է դա ունել, հա։ Ու վсё, հասկացանք, անցանք առաջ։ Հիմա ներկայում ինչ ունեմ ես ապրելու, կապվելու, չգիտեմ, ես անելու են անելու, որպեսզի կյանքի բանից մարդը դուրս չընկնի։ Հիմա հաջորդը դա բանն է, благодарность։
տեսեք, երբ որ մեզ մեղացնում են, հիմնականում մեղանալու թեմաները իրենք հիմնականում են, որ դու ինչ-որ համագեստր է հարաբերությունների վրա, չէ՞։ Ու ասեք, դիմացինը ինքը չոստայից իր ձևի ապապշը վերաբերվել, ծամվեջի հետ։ Այսքան չի գնահատվել։ Շատ հաճախ մարդիկ իրանք նեղանում են, նայեց անշնորհակալություն չտանալուց։ Հիմա տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը սովորեց ներել, հաջորդ քայլով ինքը պետք է իր մեջ ուշադրություն դարձնի, թե ասենք, իսկ ինքը միշտ որ ճիշտ շնորհակալ է։ Չէ՞, հիմա տեսեք, մարդկանց օրինակ հոգեբանները երբ որ ասում են, որ իրանք ես ամենը մեզանից լավ են ուսումնասիրում, իրանք ասենք հասկացել են, որ այդ ներողամտությունը ու շնորհակալ լինելը ինքը շատ կարևոր բան է նյութական երջանկության համար, չէ՞։ Ու հիմա մարդիկ իրանք սովորում են ձևական բառեր ասել, ոչ թե ճիշտ բառեր ասել, որ այդ բառերի հետևանքով նյութական ինչ-որ մի հատ արդյունք ստանա։ Ոչ թե իրանց ասում են, եթե դու ներեցիր, եթե դու շնորհակալ եղար, բնությունը կհանդեպ շալի կմնի կամ չգիտեմ բարի գուտ կմնի կամ եսին ինչ, չէ՞, ու մարդը ինքը դարձնում է ձևականության դաշտ։ Հիմա սենց ասեմ, կա շնորհակալություն, որը ինքը ձևական է։ Ու կա շնորհակալություն, որ ինքը սրտի վիճակ է։ Երբ որ մեզ ձևական են շնորհակալ լինում, սենց ասեմ, ոնց որ ոչ մի բան չես ստացել։ Երբ որ մեզ սրտանց են շնորհակալ լինում, այդ սրտից ինչ-որ մի հատ էներգիա են դեպի քեզ ուղարկում, չէ՞, որով դու միանգամից լցվում ես, ու քո արածը, ոնց որ ասած, չգիտեմ, այն մակվածածան, սենց ոնց որ վրա նստի։ Հասկանում եք։ Այսինքն այսքան կարևոր չի, թե քո դիմացինը ինքը ինչ կանի, բաներ է ասենք, որ հատուցի քո արածը, ինչ չէ։ Երբ որ ինքը իսկականից շնորհակալ է մնում, այդ ֆիլմերում այդպես կադրերը միշտ այդպես սիրում են ցույց տալիս, էլի որ մարդը ինքը մնա կարող է իր համար միաչալ մեծ բան անել, չէ՞։ Ու ասենք մեկ էլ օպերատորը ինքս պետք վերցնի, չէ՞։ Ու ասենք այդ մարդու աչքերը իրանք ցած են շնորհակալությունից դառնան միաչալի իշ, չէ՞ ու ինքս էս տանդավ աչքերը բակելով ասի սպասիբա։ Չէ՞։ Ու Ուտեղ դաժե նայողն է այդ ստանում ու մնաց են մոր ասեցին էդի, չէ՞։ Այդ սրտով ասածը, որ նեցեց իսկ ասեցնեղ, այդ եմ ուշում հասկանակ, էլի, որ ինքը այդ ծոմիզներ են, բայց այդ եվրոպական ամերիկյան ձևական բլակատարին չի էլի, հասկանում եք, որտև այդ ժամանակ մարդը ինքը իր դերսից չի փոխվում, հասկանում եք, այն իսկական Լատատարնս ձեր, ոնց այդ այնպես խոսը չկա, չէ՞ որ ասում սի երախտագիտություն, այդ երախտապարտության վիճակը, իմенно ներքին վիճակը, հասկանում եք, ես չեմ ասում, եթե դուք երբևիցե ինչ-որ մեկին հենց սրտանց շնորհակալ եք եղել, պետք է որ էդի զգացածում եք, էլի էդի ինչ հավես զգացում է։ Այդ ինքը հենց առաջի երթին ինքները ձեզ ոնց է փոխում, երբ որ դուք սրտանց եք շնորհակալ, այն որ ուզում ես մարդը կրկես ասած մերսի, չէ՞, ու այդ մի հատ այդ գիրկը միլիոն հատ ինչ ուրիշ բաներ աճի, միլիոն հատ ոնց է, հասկացող է ամանի, չէ՞, ու տեսեք, այստեղ ինքը ոչ թե ձևականության մասին է խոսում, իհարկե, երբ որ մենք պրինցիպի շնորհակալ չենք կարող լինենք, չէ՞, ու սկզբում, այո, կարելի է ասենք դա վերցնել որպես կարգավորիչ սկզբունք ու սովորել ասել գոնե մերսի։ Հասկանում եք։
չէ՞։ Բայց վերջնական նպատակը դա ձևականությունը չի։ Այդ ձևականության մեջ կարելի է մի ամբողջ կյանք մտնել, բայց այդ ձևական մեսին ինքը մեզ բարոյական մարդ չի դարձնում։ Չեմ ամեն կաղարն բացավար ինչ եմ ասում եմ, հասկանում եք այդ ներքի ներությունը ինքը չի փոխվում։ Իսկ այբ որ մարդն իրան ներսից այսպես միջին վերջ գնահատում է թե դիմացին է ինչ է իրա համար, հա։ Ու այլևս ներսից էլ այդ զգացումը ունենում է շնորհակալության, չէ՞։ Այդտեղ հնարավոր չի, որ արդեն ազնվությունը ինքը այդ շնորհակալությունը զգաց, ոնց ասեմ, ինքը դաժե ասես պրոստը մի հատ գրքի նրանում որ շնորհակալ է, Եթե նույնություն լրիվ հերիքա, որ ինքս ես ոտից գլուխ էներգետիկ կշտանա։ Ինքն ես իմպուլս է ստանում, ինտեղ։ Հասկանում, որ ինքս սրտից սիտ է։ Հասկացած ինչ մասնում խոսում։ Այսինքն ձևական շնորհակալ, իսկ նորից եմ ասում, որ սիրտը նորից ատարտ է, ավելի լավ է գոնե սկզբում ձևական ասես մերսի, միջև այդ սովորությունը ինքը ձեռք բերի։ Հասկանում եք, չէ՞, որ գոնե նկատես որ այդ մեսին դու ստիպված ես բառացի ասես, դու գոնե ցույց ես տալի, որ արածը նկատել ես։ Հասկանում եք, չէ՞։ Բայց այդ իսկական մերսի, դա բաբշի ուրիշ բան է, ինչի մասի որտեղ է խոսքը։ Չէ, ու տեսեք, այդտեղ է որ ծնվում է, այսինքն եւ ներողամտությունն է, չէ՞, տեսեք օրինակ, եթե ես օրինակ մեքենասում ես քեզ ներեմ։ Լավ, ես քեզ ներեցի անցանք, չէ՞։ Բայց հետո 5 րոպե մեկ արածը հիշացնում եմ, ես իմ ներքին աշխարհով ներողամիտ չեմ, я не злопамятный, но я злой и хорошо помню. Դրամա ստեղտենց Էժանագին բաների մասին չի խոսքը, ձևականության մասին չի խոսքը, հասկանում եք, սա շատ կարևոր դարպաս է, դրանից այսքան կանգնում եմ ստեղ էլի, որտեղ իրականում չէ, հոգևոր կյանքը ինքը պիտի մարդու սրտի մեջ տեղի ունենա, հասկանում եք, ինչ-որ բաներ կան, որը պիտի մեր սիրտը ձեռք տա, որ սիրտը զարթնի, որովհետև վերջնականում, չէ, վերջնականում այն հոգու զարթոնքը ինքը առաջերտի սիրո էներգիայի զարթոնքն է, չէ։ Որտեղ հոգևոր աշխարհ գնալու համար մենք պիտի մեր մաքուր սիրո ունակությունը զարթնացնենք։ Ու հիմա բացի տակուրը ինքը հավաքում է այդ ներքին աշխարհի այդ բաները են, որ բաներով կարող հավաքում, չէ։ Պազլեր, այդ պազլերն է հիմա հավաքում, էլի, որ առանց սրա էսի նկար չի, առանց սրա էսի նկար չի, առանց սրա էսի նկար չի։ Ու մենք բոլոր որակները քննարկելուց պիտի հասկանանք ցանկացած որակ ինքը կարելի է պահել ձևական, այսինքն դու ասես մի բռանյա ես հագեքո ներսից, հա, ոչ մի բան ներսումը չես զգում, նկատում ես այդ ամեն ինչի վրա, մնում ես բացարձակ էգոիստ, հա, արտաքինից ճիշտ բառեր ես ասում։ Էդի այն է, ինչ որ հիմա անում աշխարհը։ Հասկանում եք, իսկ ստեղ ինքը այդ ներքին պրոցեսի մեջ մտնելու դարպասներն է հիմա բարձրացնում տակուրը քննարկում, էլի, դա ինքն ներսից բաժի, այդ ինչ պիտի լինի։ Դու ինչպեսի մարդ պիտի դառնաս, որ այդ կարողանաս այդ ճանապարհով ռեալ գնաս, որ վերջում հոգին զարթնի ու դու տեսնես, թե իրականում դու չքան սիրում ես։ Որ ոչ մի բան չունես ուրիշներից թաքցնելի։ Որտեղ ձևական մարդը, այդ արտաքինից ընդունողը, ինքը միշտ ուզում է 100 տարի հոգևորի մեջ մնա, ինքը միշտ իր ներսում թաքցված բաներ ունի։ Որպեսզի աշխարհը մտածի, որ ինքը կրոնական է, ինքը բարոյական է, ինքը սենց է, ինքը նենց է, այդ պիտի չիմանա, թե իրականում իր ներսում ինչ կա, ինչ չկա։
Դիտի սա կեղծավորություն է հասկանում եք, դրա մեջ ոչ մի իմաստ չկա։ Դիտի մարդուն թվում է, այո մարդը ինքը հոգևորի մեջ մտնում է կեղծավորության մեջ, չէ՞։ Իրան թվում է, որ ինքը ուրիշներին է խաբում։ Հա ինքը ուրիշներին խաբում է։ Հայ խաբեության աշխարհի կարող է մի ամբողջ կյանք իր համար այսպես բանալով մանկա, չէ՞։ Բայց վերջնականում ինքը մենակ իրան է չէ խաբում։ Որտեղ այդ ամբողջ ստերի մեջ ինքը տենց էլ չի կարողանում, չէ՞, մի քայլ մոտենալ, ոչ ինքը իրան, ոչ Աստծուն։ Այդ տարածությունը միշտ մնում է նույնը։ Հասկանում եք, այդ իմաստով Աստված ինքը կատվին է նման։ Բայց կատուները ինչ հասարակություն են, որ կատվի հետ շփվելը գիտի, ինքը եթե չի ուզում, որ իրան սիրեն, այդ որ մարդը սենց բարկասնում է, մեջքի վրա փորձում է կատվի, սիրի կատուն այսպես է դատերը, հա, պրուժինի նման, ինչպես մեկ ասենց պանն է, որ չմոտենա սիրան, այ Աստված ինքը այդ բնությունը ունի, մենք քանի կեղծավորության մեջ ենք, ինքը հասենց է անել, չի թողնելու մոտիկ գնանք, այդ անձնավորությունը չի, որ ինք կարելի է այդ ձևով մոտենալ, հասկանում եք, այդ ամենը իսկականից տեղի ունենա մեր սրտի մեջ, պետք է ռեալ փոխվենք, դե այս պանցիրս այս մետ հանենք շփոթենք ինքոն, հասկանում եք ու թույլ տանք, որ այդ տրամադրությունները, այդ վիճակները մտնեն մեր մեջ, որ մենք իրանցով ապրենք, հասկանում եք, հիմա մարդը կարող ասի, դե հիմա աշխարհն ենցավորով կարա տենց լինի, բայց ինոտ թակուր ինքը նա շատ հետաքրքիր գաղափար առաջ քաշում, ինքը ասում է, եթե դու չունես այդ շփում, որը քո մակարդակի է, ավելի լավ ամենա։ Հա? Տեսեք ունակ ինչ որ ես առաջի անգամ էդ իր լսեցի, ասում ինչ ասեցի Բաքսին ինքնով կարա մենակ, նայր որ ինքը հարաբերությունների յուգա է։ Հա? Այսինքն ինչ ասեց, ինք ասեց, եթե դու իրապես անցել ես ճանապարհ, այս բոլոր որակները, որ մենք հիմա քննարկում ենք, իրապես քո մեջ կա, ու դու չես գտնում նենց անձնավորություն, որի մեջ նույնպես կա, որ դու կարողանաս իր հետաքրքրությունը անես, հա? Ինք ասեց, եթե դու էդի իրոք ունես, ինք ասում ավելի լավ մենակ մնա, բայց իրականում ինք ուրիշ բան ասում, ինք ասում դու չես կարա մենակ չմնաս, բայց եթե քո մեջ այդ ամեն ինչը կա, դու չես կարա իջնես, հասկանում եք, երբեք այլևս չես կարող ընկեր ընդունել մի մարդու, որի հիմքը էգոիզմն է, որի հիմքը նախանձն է, որի հիմքը դաժանությունն է, դու դա կարող ես մենակ կարեկցանցիկ ասում, ինչ որ բան, չեմ ասում սենց թշնամում, չէ, կարեկցանք, բայց դու քո շփման համար երբեք այդ ազգանությունների հետ շփակելու ես չունես, եթե դու ռեալ բարձացել ես, հա, որտեղ միամ քո համար դաժե ընտրություն չի, դու само собой երբեք չես համաձայնվի այդտեղից իջնես, հասկանում եք, այ որ մարդը ինքը ցանկացած բանի պատրաստ է, չէ՞ նրանք ժամանակակից մարդիկ, հատկապես կանայք, նրանք շատ հաճախ տենց արտահայտություններ են, չէ՞ անում, որ «Անդե ուզում անդի լիժ бы носки были в доме», կոպիտ ասած, չէ՞, այդ ինքը խոսում է նրա մասին, որ այդ մարդը, որի ներսում բան չկա, էլի, нет чистоплотности, если բարձր կար ասել, էլի, հայերը չի կամեցա, ճիստապլոտնստը, թե դու քո ներսում ինչի հետ կարող ես գործ ունենաս, ոչ թե վսակամերնի զզմանքը, թե որ ուրիշ բան է, թե դովի ուրիշ սվերայից է, այդ ճիստապլոտնստը, որ դու պրոստը չես կարող, դու կարող ես կարեկցես, կարող ես օգնես, կարող ես ես ինչ անես, եթե բանտավոր բան չէ, բայց դրա հետ շփվել, դրանով ապրել, ու հլը մեկ էլ այդտեղ ինչ-որ մի հատ հաճույք քո համար գտնել, էդի բացառված է, չեմ կարող եմ բացառված չի մասնավորել, հասկանում եք, չէ, ուրեմն
Այս նրանք որակներ են, որոնք պիտի սիրտ մտնեն, իրանք պիտի սրտից բխեն, պիտի սիրտ մտնեն, հասկանում եք, իսկ որպեսզի մարդը ինքը կարողանա իր սրտի մեջ ճշմարտացի լինի, չէ՞, ինքը պիտի սրտի մեջ վերքեր չունենա, հիմա ոնց չունենա, դու ոնց կարաս ասես, դանակով սենց կտրել են, ոնց կարաս ասես, թող դե շրամ չլինի, հա? Իրանք ինչ են ասում, իրանք ասում են, դու պիտի հասկանաս, որ ես արդեն շրամ, հա? Ու ինքը էլ չի ծաղում, դու ինչ ես հիշում, թե ինքը ոնց էր ծաղում, ինքը էլ չի ծաղում, հա դու նայում ես, տեսնում ես, այո, ստեղ շրամ, ու ինքը քեզ ինչ-որ բան է հիշել ասում, բայց ինքը էլ չի ծաղում, դու չի զորով ծաղում հորինում ընդեղ, հասկացաք, չէ՞ այդ ներոմանությունը մոսպիրնի, я вижу, что да, здесь шрам, да, это было больно, բայց հիմա կոնկրետ էլ չի ծաղում, չես հորինում, որ ծաղում է, չես հագես պահում նրա մեջ, թե այն պահին, երբ որ կտրեց այդ ոնց ծաղված, իմաստը, հասկացաք ինչ որ մեխանիզմն է, հասկանում եք, չէ՞, ու ասենք, այդ դա է, էլի, որ սիրտը ինքը պիտի այդ այս բաներից ազատ լինի, որ ճշմարտությունը կարողանա քո մեջ մտնի, որտեղ ճշմարտությունը հատկապես գիտական աշխարհի, ինքը ահավոր բարդ է, չէ՞։ Մենք ես պրոստը ասում ենք անցյալ կյանքերը անցնում ենք առաջ։ Բայց այդ անցյալ կյանքերը իրանք հազարավոր արարքներ են, չէ՞։ Տասնյակ հարաբերություններ են, ինչ-որ խնդիրներ են։ Հասկանում եք։ Ու մենք երբ որ ինչ-որ սիտուացիաներ ենք ստանում այս կյանքում, մենք չգիտենք, չէ՞, թե որը որտեղից է առաջացել, որը ինչից է առաջացել։ Հասկանում եք, օրինակ ասենք գործողություններ կան, չէ՞, որ ասենք դու կարող անցյալ կյանքում լավ բան ես արել, հա? Բայց այդ լավ բանը հատուցողը ինքը ուզենա գա քո կյանք ու անես մի հատ օին դնի գլխիդ, որ ուզենա սպանես, օրինակ բերեմ, ես դեպք գիտեմ, որ ոստավտալ կյանքից, որ ասենք մարդը ինքը իր անցյալ կյանքում ինչ-որ մի հատ երեխայի, որը ինքը բանարել է սիվարտանոցա, որն է եղել, միշտ այդ երեխայի կողքով անցնելուց իրան անպայման սնունդ է տվել։ Այդ երեխան ոնց որ կարելի ասել այդ մարդու հաշվիկա կենդանի մնացել է, ինքը ոչ մի օր չի եղել, որ այդ երեխան մնա սոված։ Ինքը միշտ տնից հատուկ գիտեր, որ այդ երեխան տեղ կանգնած մորում է, ինքը ասենք ինչ-որ բաներ էր պատրաստում, ասեց առաջի երկրորդ երրորդ ու տանում էր տալիս էր այդ երեխային։ Այդ երեխան ինքը մի հատ տենց ամեն անգամ ինչ-որ բան շնորհակալության զգացում չի ունեցել։ Հետո այդ մարդը ինքը իր ճակատագիրը տենց ա եղել, որ ընդհանրապես այդ քաղաքից թողել է գնացել է ուրիշ քաղաք։ Այդ երեխան ինքը մնացել է այդ բանով, որ ինքը համոզեցել է բանով, մեծ ամբուլացիոնի որ մեծացել է, համոզացել է, որ բա իրան չհանդիպեի, որ մի հատ մերսի ասեի, կամ սենց ասեի, կամ սենց ասեի, հաջորդ կյանք։ Իրանք ծնվում են, որ ստացվում է այնպես, որ այդ երեխան ինքը հանդիպում է այդ մարդու։ Ու այսենց հիվանդագին կերպով, պրոստը հիվանդության աստիճանի կապված է լինում, որ ինինը ինքը այդ մարդուն պահի։ Այդ բանը բնի, հասկացաք, ու այդ մարդը ընկնում է այդ ճիրանը, որ հիմա մի կողմից այդ անձնավորությունը ինքը եսի միջ գումարներ չի կարողանում աշխատել, մյուս կողմից հիվանդագին ուզում է, որ ինքը կերակրի մարդու։ Ու տարիներ շարունակ այդ մարդուն պահում է աղքատության մեջ, հասկանում եք, որ ինքը իրան կերակրի։ Տեսեք ինչ կապեր կա այս աշխարհում։ Այդպես որ այնպես չի էլի, որ այն լավ արածը ինքը կարող է լավ հետևանք բերի, հասկացաք, չէ՞, այսինքն բարդ է,
կյանքը ինքը շատ բարդ բան է, ոչ մեկ չի ասում հեշտ է, չէ՞, բայց մեկ է, երբ որ մենք գալիս ենք հոգևոր կյանք ենք ուղղում, չէ՞, այդ հոգևոր կյանքում առաջի ամենակարևոր բանը, որի վրա մենք ուշադրություն դարձնենք, ինչքան է հոգևոր կյանքից ազդվում մեր սիրտը։ Եթե մենք հոգևոր գիտելիքը պահում ենք մենակ մեր գլխի մեջ, չէ՞, չեմ կարող ասեմ вообще, բայց ըստ էության իրականում եթե ես էությունից խոսամ, ես կասեմ ինքը ընդհանրապես ոչ մի օգուտ չի տանի։ Որտեղ մարդը ինքը պրոստը դառնում է էրուդիրованный էգոիստ։ Իսկ հոգևոր կյանքի ամենաառաջի քայլը դա բարի դառնալն է։ Այս արդար միտք ունենալն է առաջի քայլը։ Հասկանում եք, միտքը ինքը մինչև չգա արդարության դաշտ, այդ տենց խորքային ոնց որ դա պահանջվում է արիացիների մոտ, ոչ մեկ չի կարող բարակ այն մակարդակի, ինչ մակարդակի որ արիացիները մենք հասկացած կտեղեկանան իրանց ստանդարտներից էլի, բայց ես հույսով եմ, որ դուք արդեն զգում եք, թե իրանք ինչ նրբությամբ են այդ ամեն ինչին մոտենում, չէ՞։ Հասկանում եք, այսա ինքը ահավոր կարևոր բան է։ Ուրեմն տեսեք, որպեսզի միտքը ինքը դառնա արդար, առաջի երկու քայլը պետք է լինի, չէ՞, որ անձնավորությունը ինքը պետք է սովորի ներել եւ պետք է սովորի լինել շնորհակալ։ Հասկանում եք։ Իսկ երբ որ ինչ-որ մեկը ինքը հա ինչ-որ բան անում մեր համար, մենք այլ այրեսին թվում ենք, հա ինքը ինչ-որ բան անում, մենք այրեսին թվում ենք, դրանից երբեք ոչ մի ճշմարտություն չի կարող դուրս գալ։ Ու քանի ինքը գնում է մարդու միտքը, այդքան ավելի անարդար է դառնում, չէ՞։ Իսկ երբ որ ազնվորությունը ինքը անարդար է, ինքը դե առաջի հերթին ոնց ասեմ էլի, աստծո ջղայնությունը դեպի իրան հրավի։ Հասկանում եք, որտեղ ինչ է նշանակում հիմա կարևորվում է, որ լինես շնորհակալ։ Էլի տեսի չէ, որ քեզ ասում են, պատին նայի շնորհակալ լինես։ Երբ որ խոսում են շնորհակալության մասին, դա նշանակում է կա մարդ, կա ինչ-որ մի անձնավորություն, որը քո համար ինչ-որ բան է արել։ Ու ինքը ինչ է ասում բացիուց, դու պիտի հասկանաս, ոչ մի բան անելը հեշտ չի։ Հեշտ չի։ Ես տեղ դաժե ծայրահեղ բան եմ ասում։ Նույնիսկ են ազնվորությունները, որոնք իրանք արատավոր են, չէ՞, ու արատի դաշտում են ռեսուրս ձեռք բերում, որով հետո կարող են ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անել, չէ՞։ Ես էլ հարց եմ տալու։ Ձեզ թվում է արատի մեջ գործելը էդի հեշտ գործ է։ Հեշտ գործելներ բոլորը էդի կանեին։ Ամեն մեկը չի կարող մտնի արատավորության դաշտ։ Չէ՞ օրինակ, հետո չգնանք, այն մաֆիոզները իրանք ֆիլմերում ցույց են տալիս, չէ՞ որ մեկին ընդունեն մաֆիա, բայց սկզբունքը նույնն է մնում, էլի, որ մեկին ընդունեն մաֆիա, իր գլխին ինչ են սարքում։ Մի ամերի բերում են դրմերը դեռ չոք ասում են, պիստոլետը տալիս են ձեռը, կամերան միացնում են, ասում են խփի սրա։ Չէ՞, այսինքն առաջի հերթին դոսե են իրա վրա վերցնում, որովհետև որ ինքը ենթարկվի։ Չէ՞։ Այսինքն համեր համոզվում են, ինքը կարող է ընդհանրապես արդարության դաշտ չմտնելով, պրոստը ես ասեցի ինքը սպանեց։ Ինքը այդ մարդն է, թե չէ։ Ինչ այդ բանը ամեն մեկը կարող անի։ Ամեն մեկը կարող է ուրիշի աչքերի մեջ նայի այդ վախը տեսնի, թե ինքը ոնց է վախենում բանը, ու պրոստը տակ կորոքսը մի, որ այդ մարդը ոչ մի բան իրան չի արել։ Հələ եթե դաղացան մեր բան, ինչ որ դե կհասկանային, աֆեկտի տակ կարող անի, բայց տենց կարող է, դա հեշտ չի։ Հասկանում եք, դու արատավորելն էլ հեշտ չի, ասած դա ինքն էլ է, չէ, ինչ որ մի պահ, ինչ որ բաների վրայով իր մեջ անցել է, չէ, որ դառնա օրինակ սրտը։
Հասկանում եք, դրա համար այդ բաները լինել ներողամիտ և լինել շնորհակալ, մենք պետք է հիշենք, քանի դեռ այդ երկու բանը մենք մեր մեջ չենք կարողանում անել, հա, մեր մեջ չկա ճշմարտություն։ Երբ որ չկա ճշմարտությունը, նշանակում այդ երեք բանը չկա, արդեն, դաշը չենք գնում, արդեն, որ մենք արդար մարդ ենք, դրա մասին խոսք լինել չի կարող։ Մենք անարդար մարդիկ ենք, որոնք չեն զգում իրանց անարդարությունը։ Այս պունկտերը իրանք մեզ օգնելու են, որ մենք հայրուպես մեր մեջ նայենք, վերջապես կարողանանք օբյեկտիվ հասկանալ, մենք արդար մարդիկ ենք, թե չէ։ Հասկանում եք։ Ու նրանք, ովքեր որ իրոք ներս կթողնեն այս գիտելիքը, իրանք այս ընթացքում, երբ որ մենք քննարկում ենք, ահագին իրանց միտքը կբերեն արդարության դաշտ, որտեղ կլինի ռեալ փոփոխություն։ Հասկանում եք։ Կամ չի լինի։ Հա? Բայց եթե չեղավ, դա կնշանակի, որ մենք այստեղից դուրս կգանք, ու ես շատ կոպիտ բան եմ ասել, ու ես կշարունակեմ զրուցել հոգևոր դիակների հետ, որոնք տենցել իրանց ներսից մի քայլ չարեցին, ու զարթեն, որ կենդանի դարձան, որ նորից կարողանան զգալ։ Հասկանում եք։ Հա, ես այդ վիճակին սովորեմ։ Նիվբերգից։ Հասկանում, բայց այսպես ես երբեք չեմ ասել։ Հիմա ասում եմ։ Որտեղ արդեն փորձ ունեմ, որտեղ կարող եմ։ Առաջ ես ասում եի, որ կարող այս ամբողջ լսես ու ես դրիվ փայտես։ Բայց հետո բազից որ կարող եմ։ Դրա համար ես նախորդ զգուշացնում եմ, որ կարող է տենց լինի։ Դրանից հետո դուք կմնաք ուղղակի ձեր էրուդիցիայի համար, դե հետարքի բան, ինչ-որ հետարքի բան ասում։ Ուրիշ ոչ մտեղ չեն ասում, ինքը ասում, գալսին տեսնում են գնում են, հա, ինքը այս մակարդակի կմնա։ Ինքը տենց էլ երբեք չի սկսի զարթնացնել ձեզ։ Հասկանում եք, այդ արդարության, մաքրության դաշտը ինքը ահավոր հավես բանն է։ Просто պետք է փորձել միան, տեսնել եք ինչ դուրս եկավ, թե չէ։ Այդտեղ մոտեցնել եք։ Հասկանում եք։ Իսկ ես կանեմ։ Հնարացիք, չէ։ Իմաստի բաց ասեք, հա։